Հին Եգիպտոսում ձուն համարվում էր կյանքի խորհրդանիշ։ Պալատական խնջույքներին ձվածեղը մատուցվում էր որպես նոր օրվա սկիզբ։ Բարի օր, այսօր առաջարկում եմ օրը սկսել ձվածեղով։ Կպատրաստենք ձվածեղ, այսինքն ձվածեղի մեր տարբերակը։ Գործ ենք դնում տախտակ։ Սկսելու ենք սոխեռացից, այսինքն տապակը կարելի արդեն դնել կրակին։ Սոխը կտապակենք բուսայուղի և կարագի խառնուրդով։ Նախ կլցնենք բուսայուղը, կարագը ավելի ուշ կավելացնենք։ Կվերցնեմ Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Վերցնում ենք 1 գլուխ սոխ, կտրատում ենք այն փետրաձև։ Ինձ հարկավոր է, որ սոխը ատամի տակ զգացվի, այսինքն այս անգամ կբացառենք սոդան, կհամեմենք միայն մառանիկ ընկերության աղով և շաքարավազով, որպեսզի սոխը կարամելացվի։ Ձվածեղին կմասնակցի իր յուրահատուկ համով նեխուրի ցողունը, իսկ ավելի ճիշտ նեխուրի ցողունը իր տերևներով, տերևները ավելի ուշ կավելացնեմ։ Ցողունը կտրատում ենք շեղակի։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա պղպեղն է։ Քաղցր և կծու։ Այդպես։ Վերցնենք արևի գույնի քաղցր պղպեղ։ Տրամադրությունը պահպանելու համար կառաջարկեմ չիլի կարմիր պղպեղ։ Այսպիսի չիլի պղպեղը կկտրատենք օղակների, իսկ քաղցր պղպեղը ձողիկների։ Առաջարկում պարտադիր օգտագործել լոլիկ և շատ կվերցնեմ 4 լոլիկ։ Հեռացնում ենք պտղակոթերը։ Այնուհետև հորիզոնական կտրվածք ենք անում։ Ինձ հարկավոր է ապակյա թաս։ Եվ հեռացնում ենք սերմերը, կարելի ասել հյութը, հեղուկ մասը լոլիկի։
հեղուկ մասը հեռացնելուց հետո ամբողջը հարկավոր չի հեռացնել։ Կտրատում ենք անկանոն։ Կարելի է նաև կլպել։ Բայց ես դա չարեցի։ Ես սիրում եմ կլեպով։ Այնքան ենք տապակում, որ լոլիկը փափկի։ Ժամը հասավ կարագի։ Մոտ 30 գրամ կարագ ենք ավելացնում։ Թող կարագի համը հաղորդի, այստեղ կարագ օգտագործել ենք իբրև համեմունք։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ 1, 2, 3 ցողուն նանա, ռեհան, տերևներ մոտ մի 8 հատ համեմ, մաղադանոց, փոքր փունջեր, և կանաչ սոխ, մոտ 6 ցողուն։ Կօգտագործենք նանայի միայն տերևները։ Ռեհանի տերևներն ենք վերցնում։ Պարտադիր օգտագործում ենք նեխուրի տերևները, որը պահել է։ Մաղադանոսը և համեմը նույնպես այս տերևների հետ մանր կկտրատենք, իսկ կանաչ սոխը հետո առանձին շեղակի ձողիկների կկտրատենք։ Սոխի ցողունները մոտ 1 սանտիմետրանոց շեղակի կտրատած ձողիկների ենք վերածում։ Լավ էր։ Թարմ կանաչին դեռ չենք լցնում, նախապատրաստել ենք։ Շարունակենք համեմել։ Կառաջարկեմ Մարանիկ ընկերության աղացած սև պղպեղ, չորացրած ցիտրոն, թողնել, թող մի փոքր ծածկված կափարիչով եփվեն բաղադրիչները։ Իսկ մենք անցնենք թերևս օրվա հերոսին, ձվին։ 5 ձու ենք ջարդում։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղով,
մեկ պտղունց և հարում ենք։ Ձվերը հարում ենք այնքան, մինչև փրփրեն, զանգվածը փրփրի, որից հետո կավելացնենք 1 ճաշի գթալ կաթ, 2 ճաշի գթալ։ Կհամեմենք մառանիկ ընկերության քրքումով, թող մի փոքր ոսկեզօծ ստացվի։ Մի պտղունց սխտորի փոշիկ անենք։ Ժամանակավորապես հանգիստ թողնենք։ Ահա, լոլիկը բավականաչափ փափկել է։ Հենց այս պահին լցնում ենք թարմ կանաչին։ Տակնու վրա ենք անում։ Հենց տակնու վրա անելուց հետո անմիջապես ևս մեկ անգամ հարում ենք ձվերը և հավասար տարածում տապակվող բաղադրիչների վրա։ Ծածկում ենք կափարիչով և մարմանդ կրակի վրա եփում ենք այնքան, մինչև սպիտակուցը թեթև թանձրանա, չչորացնենք։ Կմատուցենք լավաշի շերտերի վրա և կհամեմենք կարագի կտորով։ Ձվածեղ։ Բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել, համեմել աղով, շաքարավազով, ավելացնել շեղակի կտրատած նեխուրի ցողուն, օղակաձև կտրատած չիլի պղպեղ և ձողիկաձև կտրատած քաղցր պղպեղ, լոլիկը կիսել, հյութալի մասերն առանձնացնել թասի մեջ, մնացածը կտրատել, ավելացնել տապակվող բաղադրիչներին, տապակել մինչև լոլիկը փափկի, ավելացնել կարագ, համեմել սև պղպեղով, չորացրած ցիտրոնով, մանր կտրատել նանայի, ռեհանի, նեխուրի տերևներ, մաղադանոս և համեմ։ Կանաչ սոխը կտրատել մոտ 1 սանտիմետրանոց շեղակի կտորների։ Կտրատած կանաչին լցնել տապակվող բաղադրիչների վրա, տակնու վրա անել։ Թասի մեջ ծու ջարդել, համեմել աղով, հարել այնքան, մինչև զանգվածը փրփրի։ Ավելացնել կաթ, համեմել քրքումով, սխտորի փոշիով, կրկին հարել, հավասար տարածել տապակվող բաղադրիչների վրա։ Մարմանդ կրակի վրա եփել այնքան, մինչև ձուն թեթևակի թանձրանա։ Մատուցել լավաշով և կարագով։ Եվ վերջում առաջարկում եմ շատ հետաքրքիր մի շիլա պատրաստենք։ Սնկով, գարեջրով իհարկե, շիլայի մեջ կլինի նաև կլոր բրինձ։ Հենց նրանից է կսկսենք։ Ես վերցրել եմ Մառանիկ ընկերության կլոր տեսակի բրինձը։ 1 բաժակ բրինձը լցնում ենք փոքրիկ կաթսայի մեջ, բայց չմոռանանք, հարկավոր է այն լվանալ հոսող ջրի տակ։ Դա շատ կարևոր է։ Մեկ բաժակ բրնձին կավելացնեմ 2 բաժակ եռացած ջուր, մեկ պտղունց Մառանիկ ընկերության աղ և սիրում այս համեմունքը այն ոսկեզօծ երանգ է հաղորդում կերակրին, քրքում, մի փոքր քրքում ենք լցնում, խառնում ենք և թողում ենք հանգիստ եփվի։ Իհարկե չմոռանաք ծածկել։ Մյուս բաղադրիչը դա սոխն է։
Սոխը կարելի է անմիջապես կաթսայի մեջ տապակել։ Կվերցնեմ Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, եգիպտացորենի, և երկու գլուխ միջին չափի սոխ մանր կտրատում, լցնում և տապակում ենք։ Անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով։ Ապուրի համար վերցրել եմ սունկ ագարիկոն 150 գրամ, մանր կտրատում ավելացնում ենք սոխին։ Ես խալվեցի, ասացի ապուր, սա ապուր չէ, սա շիլա է, շիլա։ Հենց սունկը փափկեց, ավելացնում ենք հատիկավոր մանանեխ։ Մեկ թեյի գթալ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության աղացած սև պղպեղով, ցիտրոնով, չորացրած, փոքր էլ կարելի է կծու անել, կարմիր կծու պղպեղ։ Դրանք ովքեր չեն սիրում կծու, այս քայլը բաց թողեք։ Եվ մշկնկույզ։ Սա էլ շատ քիչ։ Լավ է։ Եվս 4 րոպե եփելուց հետո կավելացնենք գարեջուր։ Վերցրել եմ 50 գրամ գարեջուր։ Ավելացնում ենք բրնձի կեսը, ավելացնում ենք 50 գրամ կարակ, այսպես խառնելով մոտ 2 րոպե եփում ենք, կմատուցենք տաք-տաք, կզարդարենք թարմ սամիթի տերևներով։ Սնկով և գարեջրով շիլա։
Կաթսայի մեջ լցնել կլոր բրինձ, եռացրած ջուր, համեմել աղով, քրքումով, խառնել, խաշել։ Այլ կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, մանր կտրատած գլուխսող տապակել, համեմել աղով, շաքարավազով, սոդայով, ավելացնել մանր կտրատած ագարիկոն սունկ, խառնել։ Հենց սունկը փափկի, ավելացնել հատիկավոր մանանեխ, համեմել սև պղպեղով, չորացրած ցիտրոնով, աղացած կարմիր կծու պղպեղով, քերած մշկընկույզով։ 4 րոպե եփելուց հետո ավելացնել գարե ջուր, բրինձը, կարագ, խառնելով եփել մոտ 2 րոպե, մատուցելիս զարդարել թարմ սամիթի տերևներով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք պեկինյան կաղամբ, սմբուկ, կծու եւ քաղցր պղպեղներ, սխտոր սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։